Բարև ձեզ, ես Ռուբսիմեն եմ, Սկեսուր մամա ատելյեի հիմնադիրը։ Ես մասնագիտությամբ լրագրող եմ եւ հանրային կապերի մասնագետ։ Երկար տարիներ տարբեր միջոցառումների մասնակցելիս միշտ նոր հագուստով եմ հայտնվել ու միշտ կոմպլիմենտների եմ արժանացել։ Բոլորի արձագանքին ես միանգամից պատասխանում էի, որ ինձ Սկեսուր մաման է կարել։ Եկավ մի պահ, երբ որոշեցի, որ ուզում եմ մի քիչ մասնագիտական փոփոխություն անել, որոշեցի բիզնեսով զբաղվել եւ միտքը, որ եկավ առաջին, լավ կլինի համատեղենք իմ եւ Սկեսուր մամայի սմտություններն ու կարողությունները եւ ատելյե բացենք։ Գիտելիքի փնտրտուքների արդյունքում հայտնվեցի նաեւ Impact Hub Երևանում եւ դա ինձ հնարավորություն տվեց մեր բիզնեսում ինտեգրել շրջանաձև տնտեսության մոդելը։ Հասկացա, որ հենց մեր տեսակ բիզնեսների դեպքում շատ ճիշտ է շրջանաձևության մոդելը, որովհետև ինքը տեքստիլ արտադրությունը բավականին վնաս է հասցնում մեր բնությանը եւ ավելի ճիշտ է այս տեսակ բիզնեսներում ինտեգրել շրջանաձևությունը։ Մեր թափոնները մենք չէինք աղբամանը նետում, անընդհատ հավաքում էինք առանց հստակ պատկերացում ունենալու, թե որտեղ ենք դրանք օգտագործելու։ Եվ միտքը հենց դա էր, մեր արտադրության ժամանակ առաջացող թափոնները օգտագործենք երկրորդ տեսակի պրոդուկտների արտադրության մեջ։ Թափոնները վերամշակում ենք վերամշակող սարքավորման միջոցով եւ դրանք որպես միջուկ օգտագործում ենք տնային տեքստիլ պարագաների արտադրության մեջ, բարձերի, բռնիչների, խոհանոցային բռնիչների, ձեռնոցների, նաեւ ճանապարհորդական բարձերի, այն տեսակ պրոդուկտների, որոնց մեջ օրինակ առաջնային հումք է օգտագործվում, տարբեր տեսակի բամբակներ, բուրդ, սինտիպոն։ Մենք նաև մարդկանց կոչ էինք անում, որ իրենց տանը եղած ոչ պետքական հագուստները, որոնք օրինակ իրենք նախատեսում են աղբամանը նետել, մեզ նվիրեն իհարկե մաքուր վիճակում, որ մենք դրանք վերամշակենք։ Եվ արձագանքը իսկապես շատ մեծ էր ու շատ դրական եւ իսկապես գիտակից մարդկանց զանգվածն էր շատ մեծ, այսինքն մարդիկ, որոնք բերում էին մեզ հագուստ նվիրելու, իրենք կոնկրետ հենց այդ նպատակով էին բերում, որպեսզի բնությանը չվնասեին։ Դա էլ մենք մի փոքր փորձեցինք նաև սպառողների վարքագծի վրա մեր այս նախաձեռնության միջոցով ազդել։ Ովքեր որ գնել էին այդ պրոդուկտներից, ես դիմել էի, խնդրել էի, որ անպայման օգտագործելուց հետո իրենց կարծիքը հայտնեն եւ կարծիքները բավականին դրական էին։ Պետք է ասեմ, որ իսկապես մեր պրոդուկտը, մեր ապրանք արտադրանքը բնականաբար չի զիջում շուկայում եղած ոչ մի արտադրանքից նմանատիպ եւ դեռ հակառակը իր մեջ ներառում է նաեւ այդ բնապահպանական բաղադրիչը։ Իդեպ արտադրության ընթացքում անգամ դիզայնը, անգամ փաթեթավորումը շատ կարևոր է։ Մենք եւս փորձել ենք օգտագործել այնպիսի դիզայն, այնպիսի փաթեթավորում, որ մի մաքսիմալ հեռու մնանք բնությանը վնասելուց։ Փաթեթավորման վրա անգամ հաղորդագրություններ կան ուղղված սպառողին, որ իրենց սպառման արդյունքում նրանք օգնում են, որ բնությանը մենք վնաս չհասցնենք։ Նաեւ նշված է, թե ինչպես են պրոդուկտները արտադրված։ Մեր դեպքում առաջին հիմնականում օգուտը այստեղ այն է, որ մենք չենք վնասում բնությանը, այսինքն այն թափոնները, որոնք առաջանում են արտադրության ժամանակ, եթե մենք այլ պրոդուկտի մեջ չօգտագործենք, ինչ որ մի պահից կհայտնվեին բնության գրկում։ Մեր թափոնները մեր վերամշակման արդյունքում հայտնվում են այդ պրոդուկտների մեջ, մենք այստեղ նաև այս պրոդուկտի արտադրության մեջ որոշակի խնայողություն ենք ունենում։